Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Անի կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, հրավեր ընդունելու համար եւ նաեւ շնորհավոր մայիս 28։ Շնորհավոր։ Պարոն Հակոբյան, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը մեր պատմության շրջադարձային էջերից է եղել, բայց ոնց է ստացվել, որ դարեր շարունակ պետականությունը կորցրած, ցեղասպանությունից հետո դուրս եկած եւ փրկված ժողովուրդը կարողացել է պետություն ստեղծել։ Պատմական հանգամանքների բերումով է դա եղել։ Դա հիմնական պատճառն այն եղել, որ կործանվեց ռուսական կայսրությունը, այսօրվա Հայաստանի տարածքը, որ Ռոմանովների Ռուսաստանի կազմում էր, կամ եթե քաղաքական բառապաշար օգտագործեմ, Արևելյան Հայաստանը, եթե կուզեք Ռուսա Հայաստանը, որտեղ դա շատ ընդունված տերմին է հայագիտության մեջ, ուրեմն կործանվեց, ուրեմն ցար Նիկոլայ II-ը հեռացավ, այնտեղ process-ներ տեղի ունեցան գործածել Ռուսաստանում, հետո թուրքերի հետ պայմանավորվածություններ, մի խոսքով Ռուսաստանի Անդրկովկասից հեռանալու պայմաններում եւ թուրքական վերջնագրի արդյունքում, բայց նաեւ հայ ժողովրդի իհարկե պայքարի արդյունքում ստեղծվեցին կողքի ստեղծվեցին, ես սա շատ եմ կարևորում, ուզում եմ անպայման շեշտել Կովկասյան, Անդրկովկասյան 3 հանրապետությունները, մայիս 26-ին իր անկախությունը հռչակեց Վրաստանը, հաջորդ օրը Ադրբեջանը, թեև Ադրբեջանի օրը էլի նշվում է մեզ այսօրվա հետ, 28-ին է նշվում, բայց ըստ էության Թիֆլիսի մուսուլմանական խորհուրդը, որը հռչակեց Ադրբեջանի անկախությունը 27-ին է եղել, բայց 28-ն է համարվում, եւ ամսի 28-ին ուրեմն Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը իհարկե անկախություն չի հռչակել, պատվիրակություն է ուղարկել Բաթում Օսմանյան կայսրության հետ բանակցելու, այսինքն կատարել է թուրքական ուլտիմատումը վերջնագիրը եւ այդ օրը համարվում է Հայաստանի անկախության օր, թեև այդ օրը ոչ անկախության տեքստ կա, որևէ բան չկա։ Մայիս 28-ը այն օրն է, երբ որ մենք կատարել ենք թուրքական վերջնագիրը, պատվիրակություն ենք ուղարկել Բաթում, ուրեմն եւ այդ ամեն ինչի արդյունքով ամսի 30-ին 2 օր անց ընդունվեց հայտարարությունը, բայց որտեղ էլի չկար անկախություն եւ հանրապետություն բառերը, եւ այսպես եթե կարճ այս երկար դժվար պատմությունը ներկայացնեմ, սա էր։ Այո, ցեղասպանությունից հետո ինչը իհարկե զարմանահրաշ նվաճում կարելի է համարել։ Գիտեք, մենք կարող ենք շատ դետալների մեջ մտնել, մանրամասների մեջ մտնել, բայց եթե հերվից նայենք, ուրեմն Հայաստանի Հանրապետության անկախության ստանալը, անկախություն նվաճելը, ինչ բառ ուզում ենք օգտագործենք, դա Հայաստանի պատմության կարևորագույն, եթե չասեմ ամենակարևոր օրն է։ Անկախ նրանից, որ դա եղել է նաև պարտադրանք թուրքերի կողմից։ Եվ հիմա ես ասում եմ բաներ, որ շատերի համար կարող է շոկ առաջացնել, չէ՞, մանավանդ այս տոնական օրով, բայց ես հետազոտող եմ եւ ես գործ ունեմ փաստերի հետ, իրողությունների հետ։ Այո, մեզնից շատերը լսել են, որ այդ անկախությունը ուղղակի ձեռք է բերվել մեզնից անկախ եւ նույնիսկ ձևակերպումներ կան այն մասին, որ Թուրքի ձեռքով մեզ տրված անկախություններ, բայց պարոն Հակոբյան, եթե դա այդպես է իսկապես, եթե դա է ճշգրիտ պատմագրությունը, մենք մինչև դա ունեցել ենք հերոսամարտեր։ Ոնց է ստացվել, որ հաղթելուց հետո այդ հերոսամարտերը մենք գնացել ենք ձեր ասած այդ թուրքական վերջնագրի հետքերով եւ կնքել ենք Բաթումի պայմանագիր։ Դա ոնց է հնարավոր։ Նախ Թուրքի ձեռքով ստեղծված Հայաստան ձևակերպում, որ դուք Անդրանիկի, այո, Զորավար Անդրանիկն է օգտագործել եւ նա էր ասում էր ես չեմ հաշտվի այս հանրապետության հետ, որովհետեւ թուրքական վերջնագրի արդյունքում է եղել, բայց շատ լավ է, որ հանրապետության հիմնադիր հայրերը սեղմեցին ատամները եւ գնացին նման, ինչ ասեմ, ստորացուցիչ բանակցությունների, որի վերջնարդյունքում ի վերջո մենք ունեցանք անկախ պետականություն, ճիշտ է 10,000 քառակուսի կիլոմետրով սկիզբը, բայց 1 տարի հետո, երբ որ նշվում էր մայիս 28-ը արդեն Երևանում եւ Միացյալ Հայաստանի հետ ակտը նաեւ ընդունվեց, այդ ժամանակ արդեն Հայաստանի տարածքը մի 4-5 անգամ մեծացել էր։ Ինչպես եղավ, այս երկու իրողությունները, որ դուք նշեցիք, մեկը թուրքական ուլտիմատում, երկրորդ մեր պայքարը, դրանք զուգահեռ գործընթացներ են եղել, որոնք պարտադիր չէ, որ իրար հետ անմիջական կապ ունենան։
Օրինակ ես կասկած չունեմ, որ ուրեմն Բաթումի բանակցությունները եւ մայիսյան հերոսամարտերը իրար հետ կապ չունեն։ Բայց ո՞նց։ Կապ չունեն, հենց այդպես էլ կապ չունեն, որովհետեւ եթե մենք նայում ենք թե երբ են թուրքերը ներկայացրել Բաթումի հաշտության այդ առաջին տեքստը ներկայացրել են 1918 թվականի մայիս 11-ին, երբ որ դեռ անգամ թուրքերը չէին անցել Արևելյան Հայաստան, նկատի ունեմ, այսինքն Ախուրյանն ու Արաքսը չէին անցել, այսինքն մայիսյան այս հերոսամարտերից դեռևս 3 շաբաթ առաջ, այսինքն թուրքերը Բաթումում ներկայացրել են այդ տեքստը, այո, այդպես է, շատերը չեն ուզում դա ընդունել, բայց դա պատմական իրողություն է, բայց ես չեմ ուզում, գիտեք, դրա վրա շատ կանգ առնել, սա պատմաբանների, ուսումնասիրողների, ուրեմն հետաքրքրության թեման է, կարևորագույնը, որ մենք պետք է տեսնենք ամբողջ պատկերի մեջ, այն է, որ հարյուրամյակների անկախություն չունենալուց հետո Հայաստանը ունեցավ, նվաճեց, ստացավ, պարտադրվեց, ինչ բառ ուզում եք օգտագործել, անկախություն։ Բայց էականն անկախությունն է։ Էականը անկախությունն էր եւ ավելին ասեմ, այդ վարչա տարածքային այդ միավորն էր, երբ որ աշխարհի քարտեզի վրա գծվեց սահմանով Հայաստան, հասկանում եք։ Դուք կարող եք ասել ծովից ծով Հայաստան, մեծ Հայաստան, ինչ բառ ուզում եք ասել, բայց այդ Հայաստանները պետք է ունենային, ինչ ասեմ, սահմանային ձևակերպում, սահման, եւ առաջին անգամ կարող ենք ասել 18-20 թվականներին այդ սահմանները ճիշտ է վիճելի շատ դեպքերում, բայց ձևավորվեցին եւ ցավալիորեն 2.5 տարի անց ռուս բոլշևիկների եւ թուրք քեմալականների հարվածների տակ մենք կորցրեցինք այդ անկախությունը, բայց այդ անկախությունը մենք կորցնելով եւ տարածքների կեսը կորցնելով այնուամենայնիվ պահեցինք խորհրդային Հայաստանը, որը նույնպես հստակ սահմաններ ուներ եւ երբ որ մենք 91 թվականին հռչակեցինք մեր անկախությունը հռչակեցինք հենց այդ սահմանների վրա, դա պետք է արժևորել իսկ այդ մանրամասները պատմության, դա պատմաբանների ուսումնասիրության թեման է։ Այսինքն, եթե չլիներ առաջին հանրապետությունն ու անկախությունը, գուցե չլիներ խորհրդային Հայաստանն ու արդեն երրորդ հանրապետությունը։ Չէր լինի, միանշան։ Ես հիմա ձեր եթերում մի բան ասեմ, որ այդ մասին համարյա չի գրվում։ Երբ որ թուրքերը ներկայացնում էին վերջնագրեր, եւ Թիֆլիսի հայոց ազգային խորհրդում լուրջ քննարկումներ էին լինում, կարճ ասեմ ինչ է Թիֆլիսի ազգային խորհուրդը, դա բազմակուսակցական մի մարմին է, որտեղ իհարկե տոն տվող հայ հեղափոխական դաշնակցություններ, որովհետեւ այդ ժամանակ հայ հեղափոխական դաշնակցությունն էր հայոց մեջ ամենատարածված ուժը, կուսակցությունը, գաղափարախոսությունը, լուրջ քննարկումներ էին տեղի ունենում, թե ինչ անեն, եւ անգամ մի շատ հարգարժան Թիֆլիսի հայոց ազգային խորհրդից մի շատ հարգարժան մարդ, որը անկախ էր, որևէ կուսակցական պատկանելություն չուներ, նա նույնիսկ առաջարկում էր, ասում էր պետք է վախենալ թուրքերի այս ուլտիմատումից եւ գուցե հայկական գավառների մի մասը թող մնա անկախ Վրաստանի կազմում, մի մասը անկախ Ադրբեջանի կազմում։ Գիտեք ինչու, որտեվ ասում էր եթե Հայաստանին ինչ մնար, թե Հայաստան չլիներ։ Հայաստան, այո, այդ քննարկումները որ Հայաստան չլինի, որովհետեւ վախ կար, որ թուրքերը ցեղասպանությունից հետո հայկական կոտորածները կշարունակեն նաև Արևելյան Հայաստանում։ Եվ այդ մարդը բացատրում էր, եւ դա արխիվային փաստաթղթից եմ ես ձեզ հիմա պատմում, ովքեր որ կասկածի տակ կդնեն իմ այս պնդումը, ես կարող եմ նաև այդ փաստաթուղթը հրապարակել։ Եվ նա ասում էր, եթե օրինակ, չգիտեմ, այս գավառը լինի Ադրբեջանի կազմում, թուրքերը, քանի որ Ադրբեջանի եղբայրներն են, մեզ չեն կոտորի այնտեղ։ Բայց լավ է այդ մի տեսակետն էր, մնացած տեսակետները այլ էին իհարկե, բայց անկախությունը եւ թուրքական ուլտիմատումը այդքան էլ հեշտ չընդունվեց եւ օրինակ երբ որ դաշնակցությունը քննարկումներ էր անում թե ինչպես պետք է պատասխանել թուրքական ուլտիմատումին, թուրքական վերջնագրին, առաջին քվեարկության ժամանակ դաշնակցությունը ուրեմն դեմ է քվեարկել ներսում կուսակցության ներսում դեմ է քվեարկել, այո, դեմ է քվեարկել թուրքական ուլտիմատումին, բայց երբ որ արդեն Քաջազնունին եւ Խատիսյանը վերադարձան Բաթումից, որ բանակցում էին Օսմանյան պատվիրակների հետ, նրանք պնդեցին, որ սա է ճանապարհը։ Ահա նաեւ Բայց ինչ փոխվեց այդ ժամանակահատվածում, պարոն Հակոբյան, որ փոխվեց նաեւ դաշնակցականների դիրքորոշումը։ Փոխվեց այն, որ երկու նշանավոր ազդեցիկ դաշնակցականներ, ուրեմն Հովհաննես Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսյանը,
ասացին, որ սա է ճանապարհը։ Գիտեք, պետք է նաև հասկանալ այն ժամանակ, թե ինչքան կոմունիկացիան ինչքան բարդ էր։ Այսինքն այսօրվա լուրը չի էլի, որ այստեղ մենք խոսեցինք 1 րոպե հետո ամբողջ աշխարհը կարող է իմանալ։ Օրերի, ամիսների ընթացքում կարող էր այս ամեն ինչ տեղի ունենալ։ Նրանք համոզեցին, որ սա է թուրքական ուլտիմատումը չարյաց փոքրագույնն է, եւ դրանից հետո միայն Դաշնակցությունը երկրորդ քվեարկությունն արեց եւ Դաշնակցությունը կողմ արտահայտվեց, որ թուրքական ուլտիմատումը ընդունում են, որից հետո արդեն հարցը տեղափոխվեց արդեն Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդ, որտեղ կրկնում եմ Դաշնակցությունը մեծամասնություն էր, բայց միայն Դաշնակցությունը չէր։ Եվ ահա այդ բազմակուսակցական մարմնում ձայները բաշխվեցին 8 կողմ եւ 6 դեմ։ Ամսի 28-ին, այսօրը 18 թվականի 8 կողմ հանդես եկան, ուրեմն Բաթումի պայմանագրի օգտին։ Այո, բանակցությունների օգտին, որտեղ Բաթումի պայմանագրի դեռ պիտի 1 շաբաթ հետո կնքվեր։ Ուրեմն կողմ արտահայտվեցին, ուրեմն Դաշնակցությունն ու հայ ժողովրդական կուսակցությունը, հայ ժողովրդական կուսակցությունը այսօր չկա, բայց եթե ասեմ այսօրվա նրա մոտավորապես մոտ կուսակցությունը, դրանք հայ կադետներ էին իրենց ասում, դա կարող ենք ասել ռամկավարներն են, եթե կարող ենք այսպես կալորացնելով մոտավոր ասել, հա, իսկ 6 դեմ հանդես եկան սոցիալիստ հեղափոխականները, սոցիալ-դեմոկրատները եւ 2 անկախականներ դեմ արտահայտվեցին, որ չենք ուզում, բայց կարևորը դա չէր կրկնում, կարևորն այն էր, որ մենք դրանից հետո արդեն Բաթումում ստորագրեցինք Օսմանյան կայսերական կառավարության հետ հաշտության եւ բարեկամության պայմանագիր, որը շատ է քննադատվել, բայց ես միշտ ասել եմ, որ Բաթումի դաշնագրից չպետք է ամաչել։ Բաթումի դաշնագիրը չարյաց փոքրագույններ, եւ եթե դա Բաթումի դաշնագիրը չլիներ, մենք կարող է այսօր անկախ Հայաստան չունենայինք։ Եթե մենք այդ չարյաց փոքրագույնը ձեր ասածով չստորագրենք, չգնայինք դրա հետևից, ինչ կարող էր տեղի ունենալ։ Կարող էր Հայաստան թուրքերը ամբողջությամբ կգրավեին Երևանը, արդյոք ունեին այդ հնարավորությունը։ Չէ՞ որ այդ հերոսամարտերով մենք կարողացել ենք կասեցնել այս ներխուժումը Երևան։ Իհարկե, հերոսամարտերը տեղի են ունեցել, սրա մասին որևէ խոսք չկա։ 3 հիմնական տեղում են տեղի ունեցել հերոսամարտերը, մեկը տեղի ունեցել Սարդարապատում, մենք գիտենք, դրա մասին շատ է գրվել, մյուսը Բաշաբարանում, դա էլ գիտենք, եւ երրորդը Ղարաքիլիսայում, այսօրվա Վանաձորում։ Վանաձորում, Ղարաքիլիսայում թուրքերը ուրեմն ջարդեցին մեզ եւ այնտեղ 7000 զոհ ենք մենք տվել, քաղաքացիական բնակչության շրջանում նաեւ եւ նրանք կարողացան իրենց ճանապարհը շարունակել դեպի ինչ որ իրանք ուզում են, դեպի Թիֆլիս եւ Բաքու։ Ինչ վերաբերում է Բաշաբարանի եւ Սարդարապատի հերոսամարտերին, այդտեղ իհարկե տեղի ունեցել լուրջ ճակատամարտ եւ հայկական հայերը կարողացել են կասեցնել թուրքական արշավանքը դեպի Երևան։ Ես մտածում եմ, որ եթե այդ ճակատամարտերը չլինեին, գուցե Հայաստանի մայրաքաղաք այսօր Երևանը չլիներ։ Գուցե Երևանը չլիներ, որովհետև նրանք եթե գրավեին Երևանը, ես չգիտեմ, մեզ ինչ էր սպասում։ Բայց նաև փաստ է, որ ուրեմն Սարդարապատի հերոսամարտից շաբաթներ անց թուրքերը կրկին հարձակվեցին, ահա այս մասին է, որ Հայաստանի պատմագրությունը համարյա թե չի խոսում, կարող եմ ասել լռում է, ուրեմն տեսեք, մենք թուրքական զորքերին հետ շպրտեցինք մինչև Ալեքսանդրապոլ։ Ալեքսանդրապոլը Գյումրին թուրքերի վերահսկողության տակ էր եւ նրանց վերահսկողության տակ մնաց եւս 6 ամիս եւ ձեզ ավելին ասեմ Ալեքսանդրապոլը Հայաստանի Հանրապետության մաս է կազմել միայն անկախության հռչակումից 6 ամիս անց, այսինքն միայն 1918 թվականի դեկտեմբերի 4-ին է, որ Ալեքսանդրապոլը միացվել է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև թուրքերը այդ ժամանակ պարտված էին արդեն առաջին աշխարհամարտում եւ սկսեցին հեռանալ եւ Գյումրին, Ալեքսանդրապոլը եւ այլ շատ շրջաններ միացվեցին հանրապետությանը։ Հիմա վերադառնալով Սարդարապատից հետո իրավիճակին, երբ որ հայկական ուժերը, ուրեմն հայկական կորպուսը, ուրեմն թուրքական ուժերին հետ շպրտեց մինչև Ալեքսանդրապոլ, այնտեղ նաեւ այսպիսի կարծիք էր հնչում, որ պետք է թուրքերի հետ պատերազմը շարունակել եւ թուրքերին ոչ միայն Ալեքսանդրապոլից դուրս քշել, այլ նրանց դուրս քշել մինչև Կարս, բայց Թովմաս Նազարբեկյանը, որ հայկական կորպուսի հրամանատարն էր, պարզ բացատրեց, որ մենք զենք զինամթերք չունենք, մենք նման հնարավորություն չունենք,
բայց հայկական որոշ շրջանակներ պնդում էին, որ պետք է թուրքերին դուրս շպրտել Մենք իսկապես չունեինք նման հնարավորություն։ Ես վստահ եմ, որ մենք չունեինք։ Եվ դա ցույց տվեց նաև հետագա իրադարձությունները, երբ որ արդեն հուլիսին, ընդամենը 1 ամիս անց հուլիսին թուրքերը Գյումրի Ալեքսանդրապոլից կրկին հարձակվեցին եւ հասան գիտեք միջև ուր, կարող եք պատկերացնել, միջև Նորագավիթ եւ այդտեղ կանգ առան Երևանի սահմաններին Կայարանից 7 կիլոմետր։ Բայց ինչու կանգ առան, եթե իրենք արդեն կարող էին, եթե ունեին նման ուժ եւ նպատակ։ Նման ուժ ունեին, բայց քանի որ Բաթումում ստորագրվել էր հաշտության եւ բարեկամության պայմանագիր, թուրքերը կանգ առան, թնդանոթների փողերը ուղղեցին դեպի նորանկախ Հայաստանի մայրաքաղաք Երևան եւ այսպես հաստատվեց խաղաղություն, ժամանակավոր խաղաղություն եւ այդ խաղաղությունը տևեց մոտավորապես 6 ամիս եւ 6 ամիս Հայաստանի սահմանները ընդամենը 10000 քառակուսի կիլոմետր։ Հետո ընդլայնվեց, մինչև 60, հետո ընդլայնվեց, որովհետև թուրքերը պարտվեցին առաջին աշխարհամարտում եւ սկսեցին հետ նահանջել։ Նրանք հետ նահանջեցին հետեւյալ բնակավայրերից։ Հիմա այս տեղանուններ եմ նշում, որ շատերը զարմանալու են, ասեն, ուրեմն առաջին հանրապետության սկզբնական շրջանում այդ շրջանները Հայաստանի մաս չեն եղել, այո, չեն եղել։ Արտաշատից պատկերացնում եք Արտաշատը որտեղ է, չէ՞, այստեղից մի 20-30 կիլոմետր հեռավորության վրա։ Ուրեմն Արաքսի մյուս ափից, որը միշտ եղել է Երևանի նահանգի մաս, դա Սուրմալուի գավառն է, այսօրվա Իգդիրը, ուրեմն Սարդարապատից, Շիրակի դաշտավայրից, Գյումրիից եւ իհարկե Լոռու չեզոք գոտուց։ Հետագայում նաեւ բրիտանացիների օգնությամբ Հայաստանը ավելի ու ավելի ընդարձակվեց։ Սա է պատմական ճշմարտությունը։ Հիմա մարդիկ կան, որ չեն ուզում լսել, ասում են նույնիսկ սա ամոթ է եւ այլն, բայց մենք գործ ունենք պատմական փաստերի հետ։ Պարոն Հակոբյան, բա ինչու չկարողացանք մենք պահպանել այն անկախությունը, որը ձեռք էինք բերել։ Ես համոզված եմ, որ ես չեմ ընդունում այն քննադատությունը, որ հնչում է Դաշնակցության հասցեին, ես այլ հարցերում եմ քննադատում հայ հեղափոխական Դաշնակցությանը, բայց այդ հարցում ես որևէ քննադատություն չունեմ։ Ես Դաշնակցությանը քննադատում եմ, որը ուրեմն կուրացավ ցավոք Սևրի պատրանքային հույսերով եւ ուղղակի բանակցությունների մեջ չմտավ թուրքերի հետ, քեմալականների հետ արդեն, Մուստաֆա Քեմալի հետ, որը մտածում եմ, որ հնարավոր կլներ այդ անկախությունը պահել, բայց ինչպես մենք խոսում ենք 3 կովկասյան հանրապետությունների, անդրկովկասյան հանրապետությունների անկախության հռչակման, ստացման նվաճման մասին, նույն ձևով պետք է նայենք, թե ինչպես այդ 3 հանրապետությունները կորցրեցին իրենց անկախությունը։ Այդ հարցը շատ տեղին կլներ, եթե Ադրբեջանն ու Վրաստանը իրենց անկախությունը պահեին, բայց նրանք էլ չպահեցին, ավելին, առաջինը կորցրեց Ադրբեջանը 20 թվականի ուրեմն ապրիլի 28-ին, հետո կորցրեց Հայաստանը դեկտեմբերի 2-ին, ճիշտ է դրանից հետո տեղի ունեցավ Հայաստանի փրկության կոմիտեն, ստեղծվեց եւս մոտ 40 օր Սիմոն Վրացյանի հայրենիքի փրկության կոմիտեն եկավ իշխանության, այդ ընթացքում Վրաստանը կորցրեց անկախությունը, հետո արդեն 21 թվականի ապրիլի 2-ին մենք վերջնականապես կորցրեցինք անկախությունը։ Այսինքն ռուսները հեռացել էին, ուրեմն կայսրության, Ռոմանովների ցարական կայսրության կործանումից հետո ռուսները հեռացել էին, դա բարենպաստ պայման դարձավ, որպեսզի մենք եւ մեր հարևանները անկախ դառնանք, հետո նրանք վերադարձան եւ էլի խորտակեցին անկախությունը եւ այս 3 հանրապետությունները 70 տարի մաս կազմեցին խորհրդային միության եւ կրկին խորհրդային միությունը փլուզվեց եւ էլի այս 3 հանրապետությունները անկախություն հռչակեցին եւ եւս մի բան եմ ուզում ասել, որ այսօրվա մեր իրողությունն է, ես մտածում եմ, որ այսօր Ուկրաինայում պատերազմը խորհրդային միություն 2 վերստեղծման մասին է։ Եվ եթե ռուսները կարողանան հաջողության հասնել Ուկրաինայում, չնայած արդեն այնքան շատ են զոհերը, այնքան մեծ է մարդկային ողբերգություն, երկրորդ աշխարհամարտից հետո սա ամենամեծ ողբերգությունն է, որ ես չգիտեմ ինչ է նշանակում նաև հաջողություն այս դեպքում, եթե ամեն դեպքում ռուսական պլանը իրականանա, ես կասկած չունեմ, որ հերթով անցնելու են հանրապետություններին Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստան, իհարկե, միանշանակ բանը, Միջին Ասիային։ Ես չեմ ասում, որ նրանք հաջողելու են, բայց որ ռուսների համար
խորհրդային միության տարածքի նորից ինչ որ ձևով վերականգնումը միութենական ինչ որ բանի անվան տակ իհարկե դա չի լինի խորհրդային միություն դա այլ անուն հավանաբար կունենա բայց դե բովանդակությունը կարող է նույնը լինել հա եւ ցավալիորեն եւ Ադրբեջանում եւ Հայաստանում եւ Վրաստանում կան ուժեր որոնք սպասում են այդ օրվան Պարոն Հակոբյան, արդյոք սխալված չենք լինի, եթե պատմական այն ժամանակահատվածը ներկայում ունեցած իրավիճակի հետ զուգահեռենք, փնտրենք այդ զուգահեռները, արդյոք դրանք համադրելի կլինեն 1918 այդ իրադարձությունները դրանից առաջ եւ հետո եւ արդեն այս իրավիճակում, պատերազմից առաջ եւ հետո իրավիճակում։ Ես շատ զուգահեռներ եմ տեսնում եւ զարմանահրաշ զուգահեռներ եմ տեսնում միանշանակ եւ ես միշտ համարել եմ սա մեր պարտված ժամանակ չեմ էլի ասում 2020-ի աղետալի պարտությունից ու Արցախի բռնի տեղահանությունի արհավիրքից հայաթափումից հետո ես միշտ համարել եմ եթե մենք ուզում ենք մեր անկախությունը պահպանել, պահել մեր անկախություն, ապա պետք է վեր կանգնենք շատ բաներից եւ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը այս հարցում պետք ունեն ընդհանուր շահեր։ Ադրբեջանն էլ։ Այո։ Հայաստանը անկախությունը պահելու հարցում իհարկե զարմանալի է հնչում, որ ոնց կարող են թշնամի պետությունները, որոնք վերջի 100 տարվա ընթացքում առնվազն 5 անգամ պատերազմների մեջ են մտել, իրար ջարդել, փշրել, կոտորել են, տարածքներ են իրացից գրավել եւ մինչեւ հիմա էլ հաշտ չեն ապրում, ինչպես կարող են ունենալ ընդհանուր շահեր, բայց ես խորապես համոզված եմ, որ անկախության պահպանման հարցում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են։ Եվ գիտեք, ես նաեւ ուզում եմ մի բան ասել, երբ որ մենք կորցրեցինք եւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը կորցրեցին իրենց անկախությունները, բոլոր 3 հանրապետությունների հիմնադիր հայրերը, դա հայ դաշնակցականները, ադրբեջանցի կամ թուրք մուսաֆաթականներն ու վրացի մենշևիկները, որոնք իշխանության հիմնական ուժերն էին, հիմնականում նրանք տեղափոխվեցին եւ տարագրության մեջ էին, Փարիզում էին հիմնականում եւ նրանք շատ սերտ շփումների մեջ էին։ 28 թվականին անգամ մի լուսանկար կա պահպանված, երբ որ 3 հանրապետությունների ուրեմն հիմնադիր հայրերը Փարիզում անկախության տասնամյակների 3 երկրների միասին նշում են։ Հետաքրքիր բաներ են պահպանվել եւ այն ժամանակվա եթե դուք կարդաք ուսումնասիրեք փաստաթղթերը կտեսնեք որ այդ խոսակցությունը միշտ եղել է որ անկախության հարցում այո համագործակցությունը չափազանց կարեւոր է հիմա ես չեմ ուզում բանից հանել այն շատ ավելի հակասությունները որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև դա ես չեմ ուզում հանել բայց կրկնում եմ անկախության հարցում այո շահերի համընկնում կա եւ ինչ կա դրա մեջ զարմանալու այսինքն ինչ մենք աշխարհագրության դեմ ենք կռիվ տալիս նայում ես քարտեզին քո հարևանը Ադրբեջանն է մյուս հարևանը Վրաստանն է երրորդ հարևանը Իրանն է եւ Թուրքիան է այսինքն պետք չի աշխարհագրության դեմ կռիվ տալ եւ զարմանալ Վերջին հարցը պարոն Հակոբյան այսօրվա գործող իշխանությունն ուզում է առաջարժվել իրական Հայաստանի գաղափարախոսությամբ գնահատելով որ դա մեր երկրի մեր պետության լինելիության հիմքն է եւ առանց դրա խաղաղության օրակարգի իրագործումը անհնար է համակարծիք եք Ես դրա հետ կապված չեմ կարող մի բառով ասել համակարծիք եմ կամ համակարծիք չեմ Ես այս թեման մեծ ուրախությամբ կքննարկեի 2020-ի պատերազմից առաջ եւ ես կլինեի Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականության հետ կապված, չասեմ աջակիցը, բայց որոշ հարցերում կասեի ճիշտ եք դուք անում։ Բայց ես երբ այս ամենը արվում է պարտությունից հետո, ես չեմ կարող շատ համաձայն լինել։ Բայց նաեւ համաձայն եմ, որ կարող է միշտ էլ վատից վատը լինել։ Միշտ էլ վատից վատը կարող է լինել եւ թող որևէ մեկը չմտածի, որ ասենք ամեն ինչ արդեն ավարտվել է։ Այսինքն այն ինչին որ մենք երանի ենք տալիս 3 կարող է այսօր այլևս չստանանք եւ այսպես շարունակ։ Այո, ոնց որ այն ժամանակ, ոնց որ շատ ժամանակ։ Սևերն ենք ուզում եւ ինչ ստացվում։ Այո, միշտ ասել են։ Հիմա ավելի վերջին բերեք սևերը չթողենք մի կողմ։ Բերեք սևերը թողենք մի կողմ, դա ավելի շատ պատմական անցյալ է 100 տարվա մոտիկ անցյալի պատմությունն ասենք։ Երբ որ ասում էինք պետք է 6 շրջանները հետ տային, ասում էին չէ։ Հետո երբ որ պատերազմ սկսեց Ադրբեջանը սկսեց գրավել, ասում էինք պետք է կանգնացնել, ասում էին չէ։ Հետո երբ որ ստորագրվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ասում էին սրանք դավաճաններ են, գնացել են ստորագրել այս դավաճան իշխանություն է։ Հիմա այդ նույն դավաճան ասողները
այս իշխանությունների ասում են պարտադրում ենք ձեզ վերադառնալ նոյեմբերի 9-ի կետին։ Հասկանում եք, չի ինչ է տեղի ունեցել։ Նույն մարդիկ, երբ որ ասում ենք, որ գիտեք ինչ կա, անկախության հարց չենք կարող այլևս այս պարտությունից հետո քննարկել։ Մարդիկ ասում են, չէ, պետքա Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարց պետք է քննարկենք։ Մի խոսքով եկանք միջև այսօրը հիմա էլ հայ դատ են սարքել Արցախը, հիմա էլ խոսում են վերադարձի մասին, այն էլ հավաքական վերադարձի մասին, հերթական անգամ, ցավոք, շատ չեմ սիրում այս բառը, խաբելով, տեղահանված, տուն ու տեղակորցրած արցախցի մեր հայրենակիցներին։ Չի կարելի, ինչ ասեմ, այս ամեն ինչը դարձնել ինդուստրիա եւ հայդատի ինդուստրիա, ես չեմ խորշում այդ բառերն օգտագործել եւ մեր ժողովրդին ամեն անգամ տանել նորանոր փորձությունների։ Այս պահին, այս պայմաններում ես չեմ պատասխանելու ձեր հարցին, իրական Հայաստանը լավ է թե վատ է։ Չեմ կարող մի բառով պատասխանել, որտեղ դրա մասին կարող եմ մի մեծ գիրք գրել։ Այդ դա կլինի պատասխան, բայց ես կարող եմ ասել, որ այս պահին Հայաստանի առաջ դրված հիմնական խնդիրը պետք է լինի հետևյալը. Ա. Պահել անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչքանով որ կարող է նման փոքր երկիրը նման բարդ տարածաշրջանում պահել, բ. Պահել Հայաստանի 30,000 քառակուսի կիլոմետր տարածքով տարածքը, հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ Արցախի հայությանը պահել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եթե սա մեր սերունդը կարողանա իրականացնել, ես կհամարեմ զարմանահրաշ նվաճում։ Սա պետք է լինի եւ պետք է իրատեսական բաներ դնել, նպատակներ դնել, որոնք իրագործելի են։ Դե չէ դուք գիտեք, ես չեմ կարող իմ բառապաշարը չի հերիքում Սևրից էլ մեծ Հայաստան պահանջել։ Հետո Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Թաթուլ Հակոբյանն էր, կհանդիպենք։